Սաղինած ավտոները ցույց տվին, ասի ես էլ իմը ցույց տամ, ծախում եմ մի շաբաթ ժողովուրդ, բայց հիմա դրա համար չենք հավաքվել, townhouse-ներ են բերել վաճառքի, 4 հատ իրար կողք։ Ընդհանուր մակերեսները 160-170 քառակուսի մետր, քառակուսի մետրը 1 բնակելի տարածքի համար $1000 կազմում, 3 հարկ։ Երրորդ հարկը նվեր է, քառակուսու մեջ չի հաշվում։ Հեսա գնամ նկարեմ նայենք։ Կարմիր խաչի անմիջապես հետևն են գտնվում, այսպես ճանապարհի ասֆալտի վրա է անմիջապես, չես հեռանում, չես խորանում, առաջի գիծը։ Մուտքի դուռը երկաթյա, սիրուն տրավերտինի աբլիցով կեք։ Սա մեր նախասրահն է, հյուրասենյակ։ Ստեղ էլ կարա լինի խոհանոց, կարա լինի նաև առանձին խոհանոցը։ Այստեղից էլ ունենք ելք դեպի բակ։ Գեղեցիկ, կոկիկ չափերի, այս մեկը կոնկրետ անկյունային դիրքով է, 3 հատ էլ կողք կնա։ Արի ցույց տամ խոհանոցը։ Այստեղ մեր սանհանգույցն է, նույնիսկ սանհանգույցը ունի արտաքին լուսավորություն։ Այս խոհանոցն է։ Այստեղից էլ ունենք ելք դեպի բակային տարածք։ Հիմա բարձրանանք վերև։ Այստեղ չնայած ունենք մի հատ առանձին չուլանի հատված կարա ծառայի։ Ծածկը մոնոլիտ է, երկու շերտ օֆիցիա սարքված։ Ունենք երկրորդ հարկում թվով 3 ննջարան։ Սա մեր սանհանգույցն է, սա մեր առաջին ննջարանն է, որը ունի երկկողմանի լուսավորություն ու ելք դեպի պատշգամբ, թաղամասը մի հատ ֆիքսի։ Լրիվ նորակառույց տներ են, մի հատ հին տուն չկա ստեղ։ Ջուրը, լույսը, գազը լրիվ տարածքում է, անմիջապես տանը դիմաց է, բաժանորդ։ Այս մեր երկրորդ ննջարանն է, 360 աստիճան լուսավորություն ունի տունը։ Այս էլ մեր երրորդ ննջարանն է, իր սանհանգույցով ու իր պատշգամբով։ Բարձրանանք հիմա երրորդ հարկ։ Տանիքը հարթ տերաս է։ Շատ սիրուն ճաշակով է, էլի սարքված էլ մի հատ սրա սիրունությանը նայ։ Լրիվ բաց։ Ավարտականը ունի, կարող ես հետագայում դու փակել ես տանիքը, այն հատվածում ստանալ խոհանոց, հանգստի զոնա։ Շուրջ բոլորը լրիվ նորակառույց տներ են։ Ստեղ հողի արժեքը քառակուսի մետրը սկսում է $200-ից։ Ինչ ունենք ընդհանուր, ունենք 160-ից 170 քառակուսի մետր բնակելի տարածք, իրենց ավտոկայանատեղիով մեքենան կարող է մտնի պարկինգ։ Հողատարածքի մակերեսները սկսած 80 քառակուսի մետրից մինչև 200 քառակուսի մետր հողատարածքով ունենք townhouse-ներ, արժեքները սկսած $165,000-ից։